Հայ, ամեն մի հարց ունի մեկ պատասխան, այսքանի օրը առավոտից իրիկուն կարելի ասել ներօրինացնում է մի քանի լակոտներ, որոնք ինձ թվում է բերվել են բրուտների կողմից Նիկոլին փոխարինելու, քանի որ արդեն ամբողջ ազգն է դեմ կանգնել Նիկոլին, եւ դրանց մասին կխոսեմ եւ մի շարք լուրերի, որովհետեւ դուք հասկանաք իրականությունը, չգցեք ձեր տրամադրությունը, վախ չլինի ձեր մեջ, ձեր բջիջները, ատոմները նորմալ աշխատեն, մտածեք, որ դուք որ ազգի ներկայացուցիչ եք, այլ ոչ թե ընկճվեք։ Ես երբեք չեմ ընկճվում, միշտ սառն եմ մտածում եւ փորձում եմ ամեն հարցի համար գտնել պատասխան, ամեն երևույթից դուրս գալ, ինչպես ասում են, չոր դուրս գալ։ Եվ մեկ մտածի, որ սա վերջն է, սրանով ամեն ինչ ավարտված է, ավարտվում է այն դեպքում, երբ որ ամբողջ հայերը ոչնչանան։ Հողի կորուստը դեռ կորուստ չէ, քանի որ պետք է թողը ցանկացած գնով հետ բերենք, ցանկացած սանտիմետր հողը պետք է հետ բերենք, քանի որ այդ հողում տեղի ունենալուն նա, որը ամենակարևորն է, որ ասել եմ, եթե մեր Հայաստանի տարածությունը, որը իրականում իրական, երբ որ թափվել ենք այդ ամբողջը, վերցնենք այդ ամբողջ տարածությունը, ապա դա նորից պետք է վերցնենք, պետք է վերադառնան հայերը եւ այդտեղ կարող է նոր հայը ծնվի, սրանից մի 100-150 տարի հետո, երևի այդ ընթացքում ամենաշատը։ Դրա համար պետք չէ ընկճվել, պետք չէ հասկանալ այն, ինչ ձեզ ներկայացնում են, այլ պետք է հասկանալ նա, որ մեր թշնամին իրականում ով է եւ ինչ թույլ կողմեր ունի եւ հարվածել այդ թույլ կողմերով կողմերից նրան։ Դրա համար սկսենք մի քանի հարցից, որոնք խեղաթյուրում են եւ անցնենք իրական մեր հարցերին։ Առաջինը դա ծագումնաբանություն։ Ցույց կտամ ով սկսել են Նիկոլա այս անձնավորությունը Հայկ, հիմա հաջորդ մոնիտոր, Հայկ Մարտիրոսյան, սկսել են հիմա էլ սրան վերել Ամերիկայից, որպեսզի հիմարություններ դուրս տա մեր ծագումնաբանության եւ այլն, եւ կհասնենք այս կետին նույնպես։ Ծագումնաբանությունը ընդհանրապես ասել եմ եւ կրկնում եմ, մենք հանդիսանում ենք այս երկու մոլորակների, հարվածների արդյունք, չկա այլ ձև, չկա այլ երևույթ, որը տեղի ունեցած լինի արեգակնային համակարգությունում, թե տիեզերքում եւ թե մեր մոլորակում, որպեսզի մարդը առաջանար։ Եվ դուք տեսնում եք, թե ցանկացած հարցում որքան են ձեզ խաբում, եւ նույնը նաեւ այստեղ պետք է ձեզ խաբեին, Դարվին եւ այլն եւ ինֆուզորիաներից են առաջացել եւ այլն։ Այդ ամենը մարդը պետք է թողնի մի կողմ եւ հասկանա։ Ինչի համար նորից ասացի, որ այս կայծակը, որը երկու մարմինները երբ որ փորձել են այսպես ճոճվել եւ ճոճվելու ընթացքում նաեւ հեռավորությունները մոտեցել է եւ հեռացել, այդ ժամանակ իրար վրա կրակելով առաջացել է մթնոլորտը, բերի հողերը, միևնույն ժամանակ մարդ, կենդանիներ եւ այլն։ Սա պատահական եւ օդից վերցրած չէ, սա եւ 111-ը եւ այլ եւ նույնիսկ ռուս գիտնականներ, շվեդ գիտնականներ, որոնց հետ խոսել եմ, որոնց հետ նաեւ ճշտված է ամեն ինչ, եւ մի քանի դեպքերի ես նաեւ
ներկա եմ եղել հետո ուսումնասիրելով, մի գյուղում կայծակը խփել էր տանը և տան մի պատից դուրս գալով մխրճվել էր հողի մեջ և այդ մասին իմացա, խնդրեցի, որպեսզի նրանք ոչինչ չկատարեն այդտեղ և մի մեծ 4 կողմը նրա փոս փորելով ինչ նկատվեց, որ մյուս մասերում հողը ոչ ավելի բերրի է, քան այդ մասում և այն հողը, որի վրա մենք հող ենք անվանում, դա որը տալիս է բույսերի աճման համար այդ բերրի հողը և նրա խորությունը, չափերը ավելի մեծ են, քան մյուսներին են, բացի դա այդ մասի հողը վերցնելով իրենց խնդրեցի, որպեսզի այդ հողը ցանեն 1-2 քառակուսի մետր տեղ և այդտեղ նույնպես աճեցնեն նույնը, ինչ որ աճեցնեն նրա կողքին, երբ որ նրանց զանգեցի, ասացին սա ընդհանրապես ուրիշ համ ունի, ուրիշ ձևով է աճում, մոլախոտներ ընդհանրապես այստեղ չկան և շատ մեծ տարբերություն կա այդ երկուսի մեջ, այսինքն երբ որ Լերմոնտովը ռուս գիտնական ազգը մոռացա Լոմոնոսովը երբ որ այդ շանթագերները ստեղծեցին, որ կայծակը մարդուն և տներին չխփի, դա ամենամեծ հիմարությունն էր և կայծակը նույնպես օգնում է, կան մարդիկ, որոնց կայծակը խփել է, ճիշտ է, մահացել են, կան, որոնք ձեռք են բերել այլ ավելի բարձր հատկություններ, քան մյուս մարդիկն են և դրա համար այդ պլազմայից մենք ծնվելով տարբեր այս 100 կիլոմետրը իջնելով տարբեր ջերմություններ ունենալով դրա համար ունենք այդ կառուցվածքը ոսկորից մինչև բարակ կաշին կամ այլ կենդանիներ այլ ամեն ինչ սա ցույց է տալիս, որ մարդ արարածը և մյուս բոլոր կենդանիները դա պատահականություն չէ, դա այս երկու մոլորակների արդյունքն է և եթե մենք դիտարկում ենք շատ կարճ կանցնեմ այս մասը, եթե մենք դիտարկում ենք բույսերին, ապա բույսերի արմատները ավելի նրանք հզոր են և նրանք հանդիսանում են երկիր մոլորակի արդյունք, իսկ արմատներից դուրս արդեն լուսնի արդյունք, նույնը կանայք անցյալներում կանայք այդ դաշտանի տևողությունը տևել է այնքան, որքան լուսինը մեկ լրիվ պտույտ է գործում իր առանցքի և միևնույն ժամանակ երկրագնդի շուրջը, քանի որ նա սինխրոն է պտտվում երկրագնդի շուրջը և հետագայում փոխվել է այդ չափը և անցած անգամները ասացի, թե ինչ ենք մենք ավելի նվազ, ավելի տկար, քան մեր նախնիները էլեկտրաէներգիայի արտադրությունը և այլն, մեզնից խլել է այն սնունդը, որը երկրից մենք պետք է ստանայինք այդ սնունդը։ Ահա այն ամենը, որը պետք է իմանայիք և այստեղ նաև մշակվող բույսերի մասին եմ խոսել, մշակվող բոլոր բույսերը ստացել ենք մենք, հայերս, և երբ որ ես այլ մարդկանց միջոցով, այսինքն իմ մարդիկ, երբ որ դիմում են մենք արարիչ ազգը, մեր հայ ազգը կամ քաղաքակրթության կենտրոն Եվրոպան, ինչ քաղաքակրթության Եվրոպան երբ դարձավ քաղաքակրթության կենտրոն, երբ որ եվրոպացիներին ուսումնասիրում ես, նրանց մի մասը նույնիսկ ցեղի իրավիճակ չունի, ինչի մասին է խոսքը, այդպես են դաստիարակել, այդպես եք խոսում, բայց
մարդը նրա համար է, որպեսզի իրականությունը պարզի։ Երբ որ ես փոքր էի, ինձ ասում էին, բայց դա քո ինչ գործն է, որ դու դրանով զբաղվես։ Ամեն ինչ էլ իմ գործն է, եւ ամեն ինչ էլ ձեր գործն է, որպեսզի զբաղվեք, որպեսզի հասկանաք ինչ է սա կառուցել, եւ ոչ թե ձեզ ինչպես ներկայացնում են, ընդունեք, որ դա այդպես է եւ վերջ։ Այս բոլոր բույսերը ստացել են այս գեղեցիկ թռչնի օգնությամբ եւ հայ աստվածները, որոնց դամբարանները եղել են նաեւ այստեղ։ Միևնույն ժամանակ բոլոր բուրգերում, նույն բուրգերը փոքր չափերի 2, 3, 5, 10 մետրանոց Եվրոպայում էլ կան, Եվրոպայում էլ է եղել, ամբողջ աշխարհով մեկ է եղել։ Դրանք եղել են պահոցներ, որտեղ բույսերը ավելի նորմալ հաստատուն ջերմաստիճանում եւ մթության մեջ նրանց սերմերը ավելի լավ են դիմադրում եւ որոնք հաջորդ տարվա համար ցանելու համար, դրա համար սրանք եղել են մեգապոլիսներ, այս ամբողջը եղել է մեգապոլիսներ եւ ի շնորհիվ հայկական արծվի ամբողջ աշխարհը այսօր սնվում կերակրվում է եւ հայերի ստեղծած նաեւ ամենակարևոր այս երկու կենթանիները, հայոց ստեղծած այս երկու կենթանիները հազարավոր տարիներ է անցել, որ ամեն մի բույս, ամեն մի տեսակ ստանան։ Այժմ ամենակարևոր մասերից մեկը, որը դուք պետք է այս մասին իմանաք։ 111-ի մեր անդամներից մի քանիսը, որոնք Ռուսաստանում, Ղազախստանում, Թուրքմենիայում եւ մի երկու հոգի էլ վարձատրված այլ մարդիկ Ադրբեջանում կատարած ուսումնասիրություններից հետո, այսօր ես ձեզ շատ մի գեղեցիկ, ձեզ համար ցանկալի եւ պայթյուն մի նյութ եմ պատրաստել, որպեսզի հասկանաք։ Հայը ազգ է եւ ունի 3 միլիոն տարվա պատմություն։ Ինչպես դա միշտ ասել եմ, իրականում, քանի որ հիշողությունը ջնջվում է ամբողջովին, մի մասն էլ մեզնից մահանում այդ ամեն 80,000 տարին մեկ 80,000 տարվա կտրվածքով եւ ինչ որ մաս ոչ բոլորի մոտ վերականգնվում է մեր հիշողությունը, ապա հայը ազգ է եւ ունի ըստ հայի հին հաշվարկների 56,384 տարի։ Այստեղ, որպեսզի հայերը չցուցադրեն, որ մերը այսքան տարեկան է, վերցրել են բրուտները եւ ջհուդներին գրել 44,000, չեմ հիշում վերջը, որքան տարեկան են ջհուդները։ Եթե իրականում վերցնենք, բոլորն էլ ունեն այդ 80-ին մոտ 79,840 տարի, բոլոր մարդիկն էլ երկիր մոլորակում ունեն այդքան տարի։ Վերջին ջնջումից հետո հիշողության, ըստ արդեն մագնիսական դաշտի փոփոխման 111-ի հաշվարկով, 111-ը կոնկրետ հաշվարկներ են կատարել, մարդիկ կատարում են 79,840 տարի։ Այսինքն մեզ մնում է մի 100-150 տարի, մոտարապես մաքսիմում 200 տարի, որպեսզի վերանա մարդկությունը, մնան նրանք, ովքեր ավելի ֆիզիկապես պինդ են եւ գտնվում են իրենց էթնիկ հողում, եւ որից հետո հազարավոր տարիներ հետո նրանց հիշողությունը վերականգնվի massամբ, մի մասի մոտ էլ ավելի բարձր, մի մասի մոտ ցածր եւ նորից նույնը սկսվի, սպիրալաձև, եւ այդ սպիրալաձևը դեռ 70-80-ական թվականներին հայերը ներկայացնում էին, Ֆրանսիա հայերն էին եւ Բելգիա հայերը գիտնականները ներկայացնում էին, որ մարդկությունը աճում է սպիրալաձև։ Եվ եթե
մենք օրինակի համար այստեղ ցուցադրենք սպիրալաձև, ահա այսպես այս գույնը այսպես բարձանում ենք։ Այս բարձացումը սա ժամանակի ընթացքն է, այս մասը սա այդ 80,000 տարին է, եւ մենք զարգանում ենք այսպես, հասնում այստեղ, կտրվում է մեր կապը, նորից նույնը կրկնվում է, այսինքն եթե ժամանակը մենք մի կողմ դնենք, ապա մենք իբր այս մասից ենք, եւ մի փոքր հիշողություն մյուսների մոտ շատ, մեր մոտ շատ, մյուսների մոտ ընդհանրապես կամ քիչ, դա է միայն տարբերությունը։ Եվ անցնենք ամենակարևորին, այստեղ ցնցող նորությունը, երբ որ 111-ը կատարել է ուսումնասիրություն, եւ միևնույն ժամանակ նաեւ Հանսի կինը, մեր Հանսի կինը Դեբրոյլերից ներկայացրել է 111-ին մի գրություն, երբ որ բրուտագործը այս մասում, Դաղստանից մի քիչ ներքև, բրուտագործը սկսել է 6 ընտանիք, ազերին ցեղ է, վայրակ ցեղ, բրուտը նրանց 6 զույգից արագ բազմացումով ստացավ հիմա արդեն 12 միլիոն ադրբեջանցի, 6 անգամ 12 երեխա եւ այլն, այսպես որ բազմապատկում ես, դուրս է գալիս մի 150 տարվա ընթացքում արդեն դառնում են միլիոն, հիմա դարձել են 10-12 միլիոն եւ այստեղ հարցը որն է, հարցը նա է, որ նրանք հայ աստվածների ամենակարևոր պահը, հայ աստվածների օրենքը չեն պահպանել, եվրոպացիք օրինակ պահպանում են, բացի բելգիացիք, որոնք դեբիլացել են նույնպես, կամ նույնը ցիգանները չեն պահպանել, եւ ցիգանների հետ երբ որ խոսում էի, մի ցիգանական ցեղի մասնակից ասեց, մենք այս մեր տեսակը մենք գնում ենք տարբեր ցեղերից, նրանց համոզելով կին ենք վերցնում մեր տեսակից, ասես, բայց ինչի՞ չեք այլ ազգերի հետ, չէ, ուզում ենք մեր տեսակը, դե ասեցի, ուրեմն պետք է ավելի խառնվեք, իսկ ասեց, այս մի տեսակը նրանք իրար հետ են ամուսնանում, դրա համար նա եւ տեսքները եւ իրենք ամբողջությամբ այդպիսի դեբիլ են, եւ դրա համար այդ 6 ընտանիքը բազմանալով իրենք իրար մեջ բրուտը նրանց պաշտպանելով դարձան մոտավորապես միլիոն, երբ որ նրանք 1918 թվականներին Ադրբեջան էին ստեղծում, եւ ես նույնպես այդտեղ ներկա եմ եղել եւ Նովոջևիչը մանաստիր է կոչում Ադրբեջանում, եւ այդ Ադրբեջանի մանաստիրում հերը բռնաբարեկենակցել էր իր աղջկա հետ, այսինքն սրանց մոտ սրբություն տեղի չի ունեցել, միայն քանակ են լրացրել, եւ եթե նույնիսկ ճագար վերցնեք մի 20 տարվա կտրվածքով, կտեսնեք, որ այդ ճագարները ոչ լավ միս են տալիս, եթե անընդհատ իրար հետ եք գցում որցի եւ տեսքներն է փոխվում եւ դառնում են նվազ ու տկար եւ հետագայում սատկում, նույնը սրանք են, եւ այսօր անհարմարը որն է եւ ցավալին որն է, որ 3 միլիոն թեկուս վերցնենք 56,000, որ հայերն են հաշվել, 56,000 տարի կյանք ունեցող ազգը այսօր դարձել է մի այսպիսի թշվառների, որոնք որպեսի քանակ լրացնեն, հերո աղջիկել են իրար հետ պարկե, որպեսի քանակ լրանա, դրա համար այդ ոչխարներին, որոնց ես նույնիսկ տանել չեմ կարողանում, ոնց է քաշտում նրանց հետ եւ նրանց հետ թե բարեկամություն, թե եւ այլն, բա այդ հայ ղեկավար կամ հայ այդ ձեր ինչ եք ասում
նշանավորների մեջ մեկը չկա մի միջազգային ամբիոնից կանգնի ասի այ ոչխարներ Միացյալ Ազգերի կազմակերպությունը որն է պետք է լինի Միացյալ Ազգերի կազմակերպություն եւ տարբեր ցեղախմբերի պաշտպանություն կամ նրանց միություն եթե ցեղն ու ազգը ինչպես մենք ասենք գայլերի եւ ոչխարների կամ առյուծների եւ բորինիների միություն ոնց կարելի է նման բան ասել նույնը է Միացյալ Ազգերի կազմակերպությունն է եւ թե Եվրոպարլամենտում եք ելույթ ունենում եւ այս փաստը գենետիկ ձևով ստուգելուց հետո DNA եւ այլն 111-ի գիտնականները ամեն մի պարբերությունից հետո մեծ ծիծաղներ էին դրել, երբ որ ուղարկել էին ինձ, որ տեսես ոչխարները ինչ են այսքան ոչխար, քանի որ բրուտները 6 ընտանիքից եւ բրոյլերում գտել էին, որ դե բրոյլերում որ հասկինը ուղարկել էր, որ նրանք 6 ընտանիքը սկսել են բազմանալ իրար մեջ բազմանալով, որպեսզի քանակ ստեղծեն, դրա համար եւ թուրքերն էլ չեն ինչ որտեղ երևի տեղյակ են թուրքերն էլ չեն ինչ որտեղ ընդունում որ դրանք ազգ են կամ ցեղ են կամ իրենց տեսակն են սա ադրբեջանցիների մասին եւ հայերից զգուշացում որ նման հիմարություններ կամ նման ցածր աստիճանի ճիշնիկ հիմա այս տականքի մասին նաեւ մի քիչ խոսեմ ինքը ասում է որ Իսրայելցիք 2000 տարի պետություն չունենալուց հետո վերջապես իրենց հայրենիքում դուրս են մղում օտարներին, որպեսզի իրենց հայրենիքը ազատագրեն, այլ ոչխարածին, որտեղ նստում Պարուր Հայրիկյանը այնտեղ իրեն գովաբանում է, որ ինքը հայ բոլոր քաղաքական գործիչների հայրն է, ինքն է ամեն ինչ ստեղծել Երկիրը տուրն են տալիս դեռ Հայրիկյանը ստեղծել է ամեն ինչ, որ այդ ճանապարհով գնային լավ կլիներ։ Այս ոչխարն էլ սկսել է իր հորն ու իրեն գովել, ինձ թվում է սրան էս վերջերս ուղարկում են Հայաստան, Ամերիկայում արդեն պատրաստել են եւ սա կասեմ պատճառները ինչն է, որ սրա նման տականքին ուղարկել են այստեղ։ Ընդհանրապես Եթե այդ ապուշը խոսում է, որ Իսրայելը իր հայրենիքը, ապա ներկայացրեք Աստվածաշնչից Մովսեսին։ Եգիպտացիք երբեք չեն ստրկացրել ոչ ոքի եւ Եգիպտոսում ստրկություն ընդհանրապես չի եղել։ Եգիպտոսում ստրկություն, երբ որ հայրից խլվեց Եգիպտոսը եւ սկսեցին բրուտները այնտեղ իշխել Այնտեղ բրուտները ջհուդներին պահում էին ինչպես եւ թլպատում եմ գրել, որպեսզի ես չմոռանամ ասել։ Մուսուլմանները թլպատվում են մի քանի տարվա ընթացքում, երեխաները նույնիսկ 50-100 տարեկանում էլ են թլպատում։ Մուսուլմանները արդեն մի քանի երկրներում օրենք են ընդունել։ Բայց ջհուդները ինչ են թլպատվում առաջի մի քանի օրը 3 թե 7-րդ օրը թլպատվելու ժամանակ նրանց ուղեղի մի մասը ձևափոխվում է եւ եթե նկատել եք ջհուդները ամենաանտանելի ամենատական կազմն են եթե մի բան նրանք ասում են մինչև վերջ այդ բանը տանում են այսինքն ինչի մասին է խոսքը թլպատվելով առաջին այդ մի քանի օրվա ընթացքում, հիմա չեմ հիշում 3-րդ թե 7-րդ օրն էր, այդ ֆիլմերում ունեմ այդ մասը։ Նրանք դառնում են շատ լսող իրենց տերերին։ Դրա համար բրուտները ջհուդներին օգտագործեցին իրենց այդ գործողությունները կատարելու համար եւ իբր աշխարհի տերը ինքն են այդ մեղքը վերցնելու իրենց վրա։ Ռուսական մի շատ մեծ քաղաքական գործիչ կա, որի հետ ժամանակին երբ որ խոսում էինք,
Երբ որ ես ասացի այս մասին, ինքն էլ ավելի խոշոր բաներ խոսեց նրա ջհուդների մասին, նրանց արած լկտիությունները, իրենց կանանց ծախելը եւ այլն, այդ մասին թողնենք, դա մեզ չի հետաքրքրում, առանձին երկու հոգու զրուցեր, դա թողնենք, ասեց, բայց ինչի ես դու դրանից վախենում, ասեցի ես դրանից չեմ վախենում, ոչ թե Պուտին կամ Ռուսաստանն է Հայաստանը թուլացնում, այլ Ռուսաստանը Հայաստանին թուլացնում է, քանի որ ձեր ղեկավարը դա լրտեսն է բրուտների Գերմանիայից եկած, թուլացնում են, որպեսզի հայերը կորցնեն պետականությունը եւ ջհուդներին փոխարինեն հայերով, իսկ դա ամենասարսափելի բանն է, այսօր ջհուդները ինչ աշխարհում պատիվ հարգանք ունեն, բոլոր ազգերը թքում մրում չեն սիրում, քանի որ ոչ մի ազգ չի սիրում, որ իրեն իշխեն, իսկ բրուտները ծածկելով իրենց, սրանց են առաջ մղել, դա ամենասարսափելին կլինի, եթե մեզ փոխարինեն սրանցով, քանի որ արդեն հասկացում է, եւ բոլորն են խոսում այդ մասին, որ անգլոսաքսերն են աշխարհը ղեկավարում, եւ նրանց կերած քակերն է, ամեն ինչ կատարվում է աշխարհում։ Եվ եթե Մովսեսին մենք Աստվածաշունչը ընդունենք որպես ճշմարիտ գիրք եւ դություն, ապա նա Մովսեսը գետը բաժանել է մասերի եւ իզրայելցիները անցել են այստեղ։ Իսկ սա հանդիսանում է Պաղեստինի հողեր։ Այժմ նաև մի քանիսը խոսում են, որ սա պաղեստինցիներ չեն եւ այլն, երբ որ իբր երկնքում խաչ երևաց եւ հյուսիսային այդ երկրները Բրիտանիա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա եւ այլն բոլորի վրա խաչ կա, նրանցն էլ կրկնակի խաչ է, այսպես եւ այսպես, պատճառը նա է իբր խաչ երևաց եւ նրանք եկան խաչակրած արշավանքի, փրկելու իրենց տիրոջ աճյունը։ Այդ ժամանակ, այդ պատերազմի ժամանակ, իրական պաղեստինցիք հեռացան, նրանք մինչև Մարոկո հեռացան, եւ հետագայում նրանք նորից վերադարձան այստեղ, հետագայում, երբ որ պատերազմներն եւ 1900-ական թվականներին նրանք նորից վերադարձան այստեղ, երբ որ թուրքերն էլ էին արդեն հետ քաշում։ Եվ այս ամբողջը նրանցն էր, բացի դա պաղեստինցիները, այստեղ նաեւ տեղական այդ ինչպես ադրբեջանցի կասեցի, արդեն ցեղեր 2-10 հոգով ընտանիքներ արդեն դարձան պետություն եւ այլն։ Դրանք միավորվելով հիմա դրանց են ասում, որ իբր դրանք են, բայց իրականում սա Պաղեստինի տարածությունն է եւ նաեւ այս լակոտին ասեմ, որ հիշի, որ երբ որ Ամերիկայից իրեն բերում են եւ ստեր է ասում, որպեսզի այդ ստերը ասելուց առաջ մի քիչ մտածի եւ գոնե մեկը դեմ տա ասի, դե գոնե սա վերցրա, որտեղից էին տարել նրանց ստրկության, եթե սա Պաղեստինի հողերն էր եւ թող 10-րդ տարում նույնիսկ այդ Աստվածաշունչը եւ այլն կարդա եւ խոսում է նա եւ ընդհանրապես այս մասին շատ եմ ցանկացել խոսել, բայց առիթներ չի եղել, նաեւ դիվանագիտության մասին, իբր թուրքերը ունեն փայլուն դիվանագիտություն եւ ադրբեջանցիք ունեն փայլուն դիվանագիտություն, եթե այս տականքը որը իրեն առուծի տեղ է դրել, ասում է, որ դու պետք է լռես եւ պետք է սրանց հանգստացնես, ՆԱՏՕ, ամբողջ ՆԱՏՕ-ն պետք է հարձակվի Արցախի վրա, միևնույն ժամանակ պետք է հարձակվի նաեւ Պակիստանը, Ռուսաստան դու էլ չպաշտպանես հայերին, կպաշտպանես սրանց, միևնույն ժամանակ թուրքական
ամբողջ ազնագազմը եւ նաեւ ջհուդներին հրելով այստեղ դիվանագիտությունը որն է։ Ինչ դիվանագիտության մասին է հարցը։ Եթե սա հայերին ասեր, որ պետք է Մոսկվան ռմբակոծես եւ տար նորմալ զենք եւ Պուտլերին էլ ասեր ձեն չհանես, կասես որ քո հակաատոմային զենքերը չաշխատեցին այդ պահին, ուրեմն մենք կլինեինք բարձր դիվանագիտության տեր, իսկ ռուսները կլինեին անասուն։ Դրա համար երբ որ դիվանագիտություն եք ասում, նախ հասկացեք, դիվանագիտություն ոչ մի անգամ չկա, դա դիվանագիտություն չէ, եթե քեզ փորձում են ոչնչացնել, ապա ոչնչացնողը ոչ ոք չէ, հնդկացին երբեք չի անցնի Պակիստանի սահմանը, երբ որ բրուտն է այս երկու սահմանը դրել, ոչ էլ սա կանցնի, երկուսն էլ ատոմային զենք ունեն, ոչ ոք էլ չի անցնի, բրուտը ասում է մի քանի ժամով իրար վրա հարձակվեք կամ մի քանի ամսով այստեղ բնակչությունը քիչ ասեք, նրանք դա կատարում են, որից հետո հանգստանում կամ ցանկացած երկրում, ինչպես ասել եմ, առանց բրուտի աշխարհում ոչ մի շուն, ոչ ոք չի սատկացնի, ինչ մնաց որ մի երկիր։ Եվ ամբողջ Եվրոպան լուռ էր, ինչի համար, քանի որ բրուտը հրահանգ չէր տվել։ Իզեր բրուտը հրահանգ է տալիս, որ այս ինչ բան արավ, բոլոր ռադիոկայաններով խոսեք, ամբողջ Եվրոպան սկսում է այդ մասին հաչալը։ Եվ թուրքերի մասին էլ այժմ կասեմ, բայց մինչև այդ ասեմ, սաքսերը եւ բրուտները, անգլիացիք, նույնիսկ այսքանն էլ չի իրանց, այսքանն է իրոք իրանցը, եւ սաքսերինն էլ իրոք այսքանն է իրանց։ Մնացածը շվեդներից են վերցրել եւ սրանք էլ այս կողքի ազգերին ստրկացրել են։ Իրենք էլ ռուսի, թուրքի, ադրբեջանցու նման տարածություն չեն ունեցել, այս է իրանց։ Իսկ եթե հայերի իրական տարածությունն եք ուզում իմանալ, ապա Թուրքիայի հալալ կեսը եւ մինչեւ Ադրբեջան, այդ ամբողջը Վրաստանի կեսը այդպես վերցրած դա մերն է, մեր իրական էթնոսը ավելի մեծ է, քան իրենց։ Եվ սրանք միավորվելով, ինչպես հին ֆիլմերում եմ ասել, հայ պատմիչները, արաբ պատմիչները, պարսիկ պատմիչները, բոլորը նշում են հյուսիսից, մետաղական ձիերով, ոչ թե մետաղական ձիերով, զինվորները եւ ձիերը մետաղական հագուստ հագած, գիշերով թաքուն մտնում էին գյուղերը, քաղաքները ավիրում եւ սուսուփուց դուրս էին գալիս գնում։ Այսինքն վիկինգները կատարում էին հայերի ցեղասպանությունը, հետո ծուրտիկ ոտքերով այն կիսախելագար թուրքերը գալիս էին իբր իրենք Հայաստանը գրավեցին, հասան մինչև Եգիպտոս, Եվրոպայի կեսը եւ այլն։ Սա է ամբողջ։ Ամեն հարցում ձեզ խափում են եւ բրուտի հիմնական առաքելությունը նրա մեջ է, խափելու մեջ։ Նա Նիկոլը բրուտի կողքին 0 է, 10 անգամ 0 է խափելու տեսակետից։ Այժմ այս տականքի, ինչ եմ այս ջահելին ասում տականք, քանի որ այս տականքը արդեն 3-րդ անգամ է ես ուսումնասիրում եմ իրեն 3 տարբեր հաղորդումներում, իբր Տիգրան Մեծ, դրանից առաջ, դրանից հետո ոչ մի բան չի եղել, միայն Բագրատունիներն են եղել, որոնք եւ իրոք ամենակայունն էր Հայաստան, ինչի համար, նայեք Բագրատունիների թագավորության ընթացքը որքան է եղել։ Այսինքն հայերը էլ չեն համարվում 3000 տարի, ինչպես պարսիկներն են նշում կամ մեր պատմության մեջ կա։ Սա բերում է, հասցնում է եվրոպական պատմություններին, որ հայերը այստեղ այդտեղ, հարցը որն է, քանի որ սրանից հետո 100 տարի հետո արդեն թուրքերը այստեղ էին։ Այս տականքի ամբողջ ասելու միտքը քաղաքական գործիչս քաղաքականությամբ զբաղվի,
եւ մի փորձի վիրավորես ամեն տեղ։ Մաշտոցին էլ դարձեց սուրբ, ինչպես Մաշտոցն է ստեղծել հայոց տար, ոչ մի հայերը տարեր ոչ մի բան չեն ունեցել, գնացին Հունաստանից, այ անասուն, հույները դրանք բերովի եւ միացյալ ցեղատեսակ են, որբիսի բրուտները չասեն, որ արարիչ ազգը մենք ենք, իսկ արարչագործություն ինչ է նշանակում։ Դուք հասկացեք այսքանը, որ սրանք չկան, այս սրանք չկան, սա չկա, սա չկա, սա չկա, սրանք չկան։ Դուք ինչպես պետք է ճաշեփեիք ուտեք, դուք դառնալու եք կամ վայրի բույսեր, մի մասն էլ թունավորվեին, սատկեին մարդկանց, կամ վայրի կենթանիներ որսալով եւ մարդիկ արագ աճելով, քանի որ հիմա էլ են մարդիկ կենթանիներից շատ, ապա պետք է վերանար եւ մարդկությունը եւ այլն։ Այս բույսերով հացը եւ այլն եւ այս ամենով բոլոր վիտամիններով մարդը դարձավ մարդ, սա է հայերի առաքելությունը, սա է, որ հայերը գնում էին այսպիսի բույսերով, նյութերով, ամբողջ աշխարհին, թեկուզ երկաթով, այլ նյութերով սովորեցնում արհեստներ, գյուղատնտեսություն եւ այլն, սա է հայերի արարչագործությունը, իսկ թե ինչպես են մարդիկ ծնվել, արդեն ասացի, իսկ մյուս ազգերը չունեն ոչ մի արարչագործություն, երբ որ այս տականքն էլ ուր է, այստեղ երբ որ այս տականքն էլ խոսում է, որ հույները եւ այլն, հույնը իրենից ինչ է ներկայացնում, բրուտը այդպես է ներկայացնում, բրուտը այսօր էլ ներկայացնում է, որ ադրբեջանցին այստեղ է եղել, մենք դա Ալիևը չի խոսում, Ալիևը հաչում է բրուտի բերանով, մենք Հնդկաստանից ենք եկել, պետք է գնանք Հնդկաստան, այ ոչխար, սրան ինչի են բերել, այս տականքը, այս թվերը ասում է, որպիսի արդեն հայերը հույսները կտրեն, որ իրոք թուրքերը եղել են այդ թվականներին այստեղ, սա Թուրքիան է, Թուրքիան եղել է, նրանք Բյուզանդայի հետնորդներն են եւ այլն, դրա համար այս թվերն է բերում, Տիգրան, Միգրան, ամեն ինչ բոլորը մոռացեք, այս ամենը մոռացեք եւ ամանից այս տականքին, թե սա ինչի է անդադ Հայաստան, գնում գալիս, մի քիչ Ֆրանսիա, մի քիչ Ամերիկա, այս երկու օր ուսումնասիրեցի գտա, եւ աշխերից տեսնում ես, որ մի քանի 100,000 փող են տվել կամ 100,000 փող են տվել, աշխերից թարախ է թափում, սուտը խոսալու համար, կեղծիք ասելու համար, այ ոչխար, միտեղ էլ քեզ են գլխատելու, ոնց որ Նիկոլին, ինձ թվում է սրան պատրաստում են իբր սա արդեն քաղաքագետ է եւ ինչը, որպեսզի Հայաստան եւ Հայաստանի ղեկավար սրան նշանակեն, քանի որ ոչ Սերժիկ, ոչ Մերժիկ, ոչ Լևոն, ոչ Նիկոլական սրան են պատրաստում։ Եվ երևի Արա Պապյանն էլ խոսի, թե ինչի սա միացավ մեկ նրան, մեկ Նիկոլի աշխատողներ, մի ամիս Նիկոլի մոտ աշխատելուց հետո գնաց Արա Պապյանի մոտ աշխատեց, նրանցից էլ նեղացավ գնաց Ամերիկա, հիմա նորից եկել սկսում է հաչալը, եւ այս լակոտի հաչալու հիմնական պատճառը նա է, որպեսզի ներկայացնի սա, եւ Իսրայելն էլ իբր ազգ է, եւ դա Իսրայելի իրական հողերն են, եւ ցանկացած պատմություն Նիկոլից ավելի կատարյալ խեղաթյուրելով պետք է վրեն գիծ քաշել եւ ասել ռադդ քաշի Հայաստանից, այ աննորմալ կենթանի։ Հիմա 3 միջոց հայ ազգին փրկելու։ Եթե հայերի հարուստները իրոք հարուստներ են եւ ազգի համար մտածող, ապա Ռուսաստանում կորել է 120 դիպլոմատ, են սումկա դիպլոմատները, որ կա պայուսյակ դիպլոմատները, դիպլոմատ ատոմային զենք, թող գնեն, կամ թող նույնիսկ Պուտինին վճարեն իրենց վերջին գրոշը գնեն եւ ասեն, որ Հայաստանը ունի ատոմային զենք եւ պետք է պաշտպանվի դրանով։
Ոչ ոք չի կարող դա խլել։ Եթե մեզ պետք է ոչնչացնեն, ապա արդեն այդ ճանապարհը նույնպես չի լինի։ Երկրորդը, եթե բրուտները պետք է ցանկանան մեզ ոչնչացնել, ապա երկրորդ ձևը նա է, որպեսզի ատոմային էլեկտրակայանը ոչնչացնի Թուրքիայի մի մասը, Ադրբեջանի եւ Հայաստանը ամբողջությամբ, որպեսզի չկարողանան բնակվել։ Այսպիսի դեպքեր աշխարհում շատ է եղել, երբ որ փորձում են մեկին նվաստացնել կամ ոչնչացնել, իրեն հետ ոչնչացնում են նաեւ մյուսներին։ Եթե մենք արժանապատիվ ազգ ենք, ապա պետք է սրան գնանք։ Իսկ եթե չէ, ապա ինչպես նշեցի, ադրբեջանցիք իրենցից ինչ են ներկայացնում, դրանք պետք է բռնաբարեն ձեզ եւ ձեր երեխաներին ձեր աչքի առաջ։ Հաջորդ ձևը իմ առաջարկը տեղյակ պահեք բոլոր այս ազգերին, ռուսներ, իրականը ռուսներին, ոչ թե Պուտինին, այս բոլոր տեսակներին, Չինաստանին, Մոնղոլիային, Կորեային, Հնդկաստանին, Պակիստանին եւ կտեսնեք, որ սրանք ինչ բունտ կբարձրացնեն եւ սրանք չեն փորձի միավորվել այդ մեծ թուրանին։ Պուտինը, երբ որ հարձակվեց նաեւ Ղազախստանի վրա, դա հատուկ էր արված բրուտների կողմից, որպեսզի սրանք նույնպես զզվանք ունենան ռուսների ձև անցնեն նրանց կողմը։ Այդ ամենը դրանք խաղեր են, դրանք հատուկ է արվում։ Դրա համար այս երկրների մարդիկ, ժողովուրդները պետք է իմանան ինչ է այստեղ կատարում եւ այստեղ նույնպես 111-ի հաղորդագրությունը համանը պատրաստվում է Ղազախստանում տեղադրել եւ Ղազախստանում ստանալ ատոմային զենք ֆրանսիական եղանակով։ Օրինակի համար բացատրեմ, որպեսզի հասկանաք։ Ռուսական ատոմային զենքերը օրինակ այստեղ է։ Ռուսներն ունեն մեկ ատոմային զենք այստեղ։ Ամերիկան էլ ունի մի ատոմային զենք այստեղ։ Այս ատոմային զենքը Ամերիկան բաց չի թողնում, մինչև չզգա, որ սա բաց է թողել իր վրա ատոմային զենք կամ հակառակը։ Իսկ ֆրանսիական տեսակը դա երբ որ Ֆրանսիան զգա, որ Ալժիրը իրեն սպառնալիք է, կարող է ատոմային զենքով սրան հարվածել։ Իսկ սրանցը ավտոմատ միանում է այն դեպքում, այս երկուսինը, Ամերիկայինը եւ Ռուսաստանինը, երբ որ հակառակորդը արդեն ատոմային զենք է բաց թողնում։ Հասկացեք։ Ֆրանսիական եղանակով փորձում են այստեղ տեղադրել եւ ֆրանսիական եղանակով այստեղ տեղադրելուց բոլոր ուղղություններով պետք է գցեն եւ քանի որ այս ուղղությամբ է եկել ատոմային զենքը, ռուսն էլ պետք է գցի այստեղ, չինացին էլ պետք է գցի այստեղ, հնդկացին, պակիստանցին, բոլորը պետք է գցեն այստեղ, այսինքն այս բոլոր ազգերին պետք է տեղյակ պահել, որ բրուտը ինչ խաղ է փորձում խաղալ եւ այս մասին ես համարյա ամեն ֆիլմում ահազանգում եմ, դուք գոնե ինձ պետք չի ձեր անունով իմ ֆիլմը նորից ինչպես մի քանի երեխաներ էին կատարում 100,000-ներով ձայներ ունեին, իմ մոտ 4-5 հազար մարդ է նայում, նրա մոտ 100,000-ներով մարդիկ կային եւ այդ երեխան մի քանի հոգի էին, մի երեխան ինձ գրեց, որ կարելի է, որ ձեր ձայնը չարագացնեմ կամ դանդաղեցնեմ, ասի ինչքան ցանկանում ես տեղադրի ֆիլմը, տղա ջան, ոչինչ չկա այստեղ վատ բան։ Թարգմանեք ռուսերեն, թարգմանեք, թող այս բոլոր ազգերն իմանան ինչ է, սա մեր փրկության ձևերից մեկն է։ Եվ մեր փրկության հաջորդ ձևը դա նա է, որ ես պետք է ելույթ ունենամ եւ նախ փակ բրուտին տրվի այն, որ մենք կբացենք խաղաքարտերը, երբ որ չի եղել ոչ մի երկնքում խաչ չի երևացել, եւ այսպիսի քարտեզը, որ ստեղծել ես, եւ քո թագը, դրանք բոլորը կեղծիքներ են։ Նաեւ այստեղ կարևոր հարց է, ինչի չենք հայերս
Այս 80,000-ից առաջ ամբողջ աշխարհը վերցրել մեզ բոլորին ոչնչացնել, քանի որ ամեն էթնոս կարող է գոյատևել հաջորդ էթնոսի սկզբում, հաջորդ մագնիսական դաշտի փոփոխության սկզբում միայն իր տարածությունում, եւ մեզ պետք չի եղել ոչ մեկի տարածությունը վերցնել, քանի որ դա մերը չէ, սա է մերը։ Այստեղ երկու հարված ենք տալիս բրուտին, նախ որ ինքը ոչնչացրել է մայր ցամաքներ, երկրորդը որ իր ազգուտակին ուղարկել է այստեղ հսկելու նույնը իր փոքր տղային, որ նրանց ուղարկել է անվերադարձ մահի, այսինքն բացատրեմ հասկանաք, երևի այս մոմենտը չեք հասկանում, հայը ապրելով Հայաստանում, երեխաներ եւ այլն թորներ մորներ, մի օր սկսվեց այդ 80,000-անոց այդ մագնիսական դաշտի փոփոխությունը, մահացան, մի մասը սաղ մնացին, օրինակ հայ Արմենի երկու թոռը սաղ մնացին եւ տղան կամ մի աղջիկ, դա արդեն փրկություն է, իսկ այստեղ երբ որ հայերի 1 միլիոնից ավել քանակ է բնակվում, սրանք բոլորը այստեղ պետք է մահանան, քանի որ սա իրենց էթնոսը չէ, հողը, հիմա բացատրեմ այստեղ նույնպես հասկանաք, ամերիկյան, անգլիական գիտնականները Թուրքիայում երկար տարիներ ուսումնասիրություններ էին կատարում, մինչև այդ պարտանյութերը դուրս չեկան, թուրքերը ցանում էին հայկական հողերում, տատասկ էր դուրս գալիս, մոլախոտ ու տատասկ էր դուրս գալիս, իսկ գիտեին, որ հայերի ժամանակ 2 անգամ բերք են հավաքում, եւ միայն այդ արհեստական ճանապարհով հողը սկսեց նրանց համար բերք տալ, նույնիսկ հողն է ճանաչում իր տիրոջը, կամ բաներ, որ չեք հասկանում, օրինակի համար փողոցով գնում եք եւ հանկարծ շրջում եք այն մարդ ուղղությամբ, միգուցե 50 մարդ է անցնում ձեր հետևից, այն մարդ ուղղությամբ, որը ձեզ հետևում է, նայում է ձեզ կամ ձեր մասին մտածելով մի աչքով նայում է իր ճանապարհին, մի աչքով ձեզ, այդ ամենը դրանք ֆիզիկա են, ֆիզիկա է, ֆիզիկան դա բնության օրենքներն է, որը չես կարող շղթել, նույնը սա այստեղ չեն կարող շղթել եւ իրեն տղային ասում են, որ տղա ջան, պապան եւ իր նախորդները վաղուց գիտեին, վերջին անգամ 1830-ական թվականներին մեր հայ գիտնականները ասել են քո նախապապերին, որ գալու է ժամանակը եւ որ դու սանք վերցրել ես, այս ամբողջ քու տարածությունում գտնվող քու տեսակը, քու երեխաները, թորները, ծորները բոլորը մահանալու են, քու հայրն էլ այդ ամենի մասին տեղյակ է, այսինքն բրուտին հարվածում ենք բոլոր ուղղությունները, որ դու թագավոր չես, այսինքն որ այս խաչը որ դրել ես, քու դրոշը պետք է լինի ծաղրածոյի դրոշ, եւ որ դու քու տղուն ուղարկել ես կատարյալ մահվան եւ այլն, եւ բոլոր հարցերը, եւ ինչ է մարդը սկսել տկարանալ երկիր մոլորակում, մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է արտադրում եւ որի պատճառով կարող է նաեւ մագնիսական դաշտը մի կողմ դրած կարող է երկրի ուժը նույնպես ընկնի այդ մասնիկների օգնությամբ է, որ երկիրը իր չափերը, իր գնդաձևությունը եւ իր դիրքը պահպանում, եթե մենք ավելին ենք վերցնում, ապա նա պետք է ոչնչանա, այս ամենը պետք է բացատրվի, այժմ նաեւ թուրքերի մասին, 111-ի հաջորդ 2 ժամից ավել միայն կարդում էի, եւ սրանց մեջ, իսկ թուրքերի մեջ, եթե մենք վերցնում ենք թուրքերին, ապա թուրքերի մեջ ադրբեջանցին դա այլ երևույթ էր,
6 ընտանիքների բազմացում էր, իսկ թուրքերի մոտ թուրքերը ընդհանրապես շատ քիչ են մնացել Թուրքիայում, դրանք հայերի, հույների, վրացիների, ռուսների, ուկրաինացիների, լեհերի, Յուգոսլավիայի այդ հանրապետության սերբեր, խորվատներ եւ այլն, հատկապես այդ բոլորի խառնուրդներ են, իրենց մեջ թուրքի արյուն շատ քիչ է մնացել, բայց Թուրքիա է կոչվում նրա համար, քանի որ բրուտին պետք է, որ դա կոչվի Թուրքիա, այսինքն բրուտը որքան էլ ցանկացավ այստեղ կեղտոտություն անել հայերիցս վերցնելով բերեր թուրքերին, նրանք այդպես էլ թուրք չմնացին, տեղացին ճնշեց, ոչնչացրեց նրան, նույնը Վրաստան դրանք ոչ ոք չի եղել, միայն վրացիք, հույները դրանք մոտակա տեսակներից խառնվել են, նորից ասեմ, որ եղել են իրենք այսքանը, փոքր պետք է ցույց տայի, այսքանը, այս սաքսերն են եղել այստեղ փոքր, այստեղ եղել են լեհեր, մի քիչ շվեդները, գերմանական ցեղախմբեր, ֆրանսիական ցեղախմբերը եւ այստեղ եղել են սիցիլացիք, այստեղ կարծեմ Սիցիլիա, այստեղ եղել են Սիցիլիա, մնացածը չեն եղել, եւ դրա համար այս բոլոր տարածություններում հայերը վերցել են իրենց կոնտրոլի տակ, այս նաեւ Ուկրաինայի, այստեղ էս ինչ են ասում հայկական է ռուսները որ վերցրեցին, Սիմֆերոպոլ, դրանք բոլորը ու այսպես սահմանով հայերը գալով, քանի որ սրանք չեն կարող գալ, սրանց այս բոլորին այստեղ հանդիպել են, ու այսպես վերցրել են աշխարհի, ինչպես ասում են, խաչմերուկ, եւ խաչմերուկը մեր ձեռքում է եղել, եւ այս տականքները նույնպես ծագում չունեն, նույնը նրանց մոտ այդ ղեկավար անձնավորությունների չեն կարողացել բոլորի մոտ ինչ որ ոչ Էրդողանը, ոչ իր 5-6 հոգին, մնացածի մոտ նույնպես 60-70%-ը թուրքական գեն չկա, ոչինչ չկա թուրքական, հա, մեկ էլ էս տականքը, ասեց ճապոնացիք ու չինացիք, տեսան, որ իրենք կոտրում են, իրենց գենը փոխեցին, Նիկոլը ճիշտ է, տափակ ստախոսեր, բայց այս անասունը, որ պետք է անցնի քաղաքագիտությունից, պետք է անցնի արդեն պատմական գենային մի հաղորդավար էլ ասեց, պետք է բժշկությունից կվիճեն, ոչ մի բժիշկ ինձ հետ չի կարող վիճել, այսինքն սրան այնքան փող են տվել, որ այս լակոտը Ամերիկա տու տամ, գնալ գալով պետք է վարկաբեկի եւ դարձնի թուրքերին Նիկոլի հետ միասին, որ թուրքերն այստեղ եղել են։ Մի օր էլ չվախենակ, որ ասի իրեն ճիշտ է Հայաստանում անպատվում են, ասում է դրանից չեմ ամաչում, որ ասի ադրբեջանցիք այստեղ միշտ էլ եղել են։ Սրանք ադրբեջանական մաքուր հողեր են Հայաստանին։ Դրա համար այս տականքին հնարավոր է սրան բերեն փոխարինեն Նիկոլով։ Ես դեռ կոնկրետ տվյալներ չունեմ, բայց կասկածներ ունեմ, որ այս 3 օր է սրան լսելով այդ կասկածներն ունեմ։ Հետո գաղափարախոսության մասին խոսենք ու վերջացնենք այս ամենը։ Գաղափարախոսությունը մարդու մեջ պետք է լինի այսպիսին, ոչ թե անգլիական, ոչնչացնել, սպանել, ջարդել, փշրել եւ այլն, ոչ։ Պետք է լինել անաչառ եւ ճշմարիտ։ Եթե նույնիսկ եղբայրդ, հայրդ, մայրդ կեղտոտություն են անում, պետք չէ չլռես, քանի որ դա անցնում է մեկ ուրիշին։ Եթե Լևոնին ժամանակին գլուխը կտրեին, Լևոնը այս 120,000 տականք չեր աճեցնի։ Այդ տականքները, դրանք այդքան էլ մեղավոր չեն, որ աճել են այդ 120-ը, մլիցեք, քաղաքական գործիչներ եւ այլն։ Նա տականքներին է վերցրել, բարձրացրել վերև։ Այդ տականքները կային, նրանք միշտ էլ տականք են եղել,
բայց եթե տականքին տալիս ես իր համապատասխան գործը, նա արդեն դառնում է սովորական մարդ, բայց Լևոնն է նրանց դարձրել տականքներ, այսինքն պետք է լռել եւ պետք է միշտ լինել ճշմարիտ։ Հիմա էլ ասում են ղարաբաղցիների մեջ կա եւ արցախցիների եւ հայերի մեջ, այսօր Իսագուլյանն է ասում, իմիջիալոց եթե ցանկանում եք հաղորդումներ դիտել, դիտեք Իսագուլյանին, մեկ էլ իր նման մի տարիքովը կա։ Շատ գեղեցիկ հաղորդումներ է դրանցը, մեկը մյուսին կամ ասում է հերիք է վարունգ խոսես, կամ էլի էշեշ դուրս տվեցիր։ Հայկական պոլիտիկան դրանով ավարտվում է։ Կատակները մի կողմ, լինել անաչառ եւ ճշմարիտ։ Քո տեսակի ամեն մի վտանգը դա քո անձնական վտանգն է։ Եթե մենք բոլորս մտածեինք այնպես, որ արցախցիները վտանգի մեջ են եւ նրանց փրկեինք, այսօր մենք արցախցիների հետ միասին վտանգի մեջ չենք լինի։ Եվ կարդացեք ավելի խորը ուսումնասիրեք ամեն մի գրված տողի համար, ես երկար կարող եմ ժամերով ասել, չներել խափեփային դավաճանին ծախվողին։ Տեսակ Լևոնին ներեցիք 30 տարվա ընթացքում Լևոնը խլեց ձեզնից ամեն ինչ, ձեր մի մասին դարձրեց տական, կեղտոտ, փչացած մարդ, երկիրը իսկ եթե չներեիք, ապա կլիներ դա ճշմարիտ եւ ոչինչ չի կորցնի։ Ղեկավար ընտրել լավագույններից, լավագույնին, այսինքն լավագույնների միջից լավագույնին։ Հասկանալ քո սահմանը եւ չզրպարտել քեզնից ավելին։ Պետք է հասկանաս, որ դու սրանից ավել չես կարող։ Այս մեկը կարող է լինել գեներալ, իսկ դու պրապորչիկից են կողմ խելք չունես որ լինես։ Պետք չէ թույնով, թարախով տրամադրել կամ նրա նկատմամբ դավադրանքներ, զրպարտություններ, այլ պետք է հաշտվել դրա հետ, որ ուրախ լինես, որ դու էլ քեզ քո համապատասխան գործին ես։ Բոլորը առողջ չեն ծնվում եւ բոլորը հավ չեն ծնվում։ Պետք է այդ ամենը հաշվի առնել եւ հասկանալ։ Մի մեծահարույց եկել էր մեր թաղամասում տուն էր սարքում, սկսեցի խոսել, ասեցի, բայց ավելի լավ չէ, որ ձեր թաղամասում մի լավ տուն էլ լինի, հարուստի տուն, միգուցե մի հարցով էլ ձեզ օգնի, կամ ոչ չով էլ չօգնի, թաղամասի տեսքը լավացել է, ոչ գողացել է, ոչ բան, դրսից գումար է բերել սարքում, հետո հասկացան մարդիկ, որ ճիշտ եմ ասում, չծաղրել թույլին, օգնել թույլին, սիրիր ընտանիքդ եւ հաշտվիր ընտանիքիդ կարգի հետ, ամեն ընտանիք պետք է ունենա կարգ, պետք է լինի ասող եւ մնացածը լսող, նույնը նաեւ պետությունն է դա, ազգն է դա, եթե բոլորը խոսացող են եւ ոչ ոք, այդ ընտանիքն էլ 4-5 հոգիանոց դա էլ չի դառնա ընտանիք եւ նման ընտանիքները ազգ չեն դառնա։ Սիրիր էթնոսդ ամեն ինչից առավել, այսինքն եթե դու սիրում ես քո երեխային, քո թոռին, իսկ քո թոռը, որբիսի նորից եկել է ժամանակը կամ թոռի թոռը, նա որբիսի ապրի, նա պետք է գտնվի իր էթնոսում, իր էթնիկ հողում, դրա մասին է խոսքը։ Մի խախտիր ստուգված բոլոր օրենքները, տիեզերքի բնությամբ հայ աստվածների օրենքը, դրանք ստուգված են, մենք ապրում ենք ամենաշատը 100 տարի, իսկ այս օրենքները ստուգված են 30 հայայի, 3 մեր կողմից եւ ամեն 80,000 տարին նորից կրկնվում եւ ուսումնասիրվում է եւ համոզվում ենք, որ դրանք ճիշտ են։ Ամեն գնով պայքարի օտարի խարդախ արարքների հանդեպ, եթե չանես օտարը քեզ կոչնչացնի։ Աշխարհը դա ջունգլի է, կամ պետք է լինես ասող, բոլորը լսեն, կամ պետք է չթողնես, որպեսզի քեզ ոչնչացնեն։ Երկիրը քո միակ տունն է, սիրիր եւ պահպանիր օրենքները։ Եթե երկիրը օրենքներով պահես, ապա երկիրը երբեք չի քանդվի։
Արցախը չէր տրվի, եթե ներքից տվողներ չլինեին։ Եթե համոզված ես պայքարի քո դիրքի համար, այսինքն դիրքդ բարձրացու, հանուն ազգի, իսկ եթե չունես այդ մակարդակը, մի փորձի, որ քեզ հրես գնաս այդտեղ։ Սրանք ամենաբարձր օրենքների ձևերն են, որից մենք վաղուց ինչ-որ չափով, երբ որ ասում են կոմունիզմ են կառուցում, մի մասը անցան դրան, չհավատալով նաև դրան հետագայում, բայց սա այն տեսակն է, որով մարդկությունը ապրել է այս ամբողջ 78,000 տարին վերջի, բացի վերջին 77,000 մոտավորապես տարին, բացի վերջի 3,000 տարին բրուտների կեղտոտ խաղերի պատճառով։ Մեկ ընկճվի ազերի այդ 4 անողնաշար կամ 6 ընտանիքից ստեղծված այդ լպիրշ տանկակության առաջ, նրանք միշտ վախենում են ձեզնից, միշտ բերեք օրինակ, թե դու ով ես, նա ով է, թեկուզ բրուտն է նրան օգնում, և լավ կլինի, որ հայերդ այսօր ամենասարսափելի բանն է, որոշեք, որ ճանապարով, այս երեքից, որ ճանապարով եք փորձում փրկել հայրենիքը, ատոմային զենքերով գնեք հարուստներդ, ատոմակայանն եք վերացնում, թե ես դուրս եմ գալիս ճակատառ բրուտի հետ, նախ իրեն չշեշտելով, նախ ամեն ինչ ոչ այսպես, ինչպես ձեզ եմ ներկայացնում, ներկայացնելով իրեն, հետո նաև աշխարհի մեծերին, որից հետո նաև տալ նրա գնահատականը, եթե չի համաձայնվի։ Իսկ իմ առաջարկի մեջ պետք է լինի Թուրքիայի կեսը եւ Ադրբեջանը վերացնում ես, տալիս ես մեր էթնոսին։ Հակառակ դեպքում սա եւ քո թագը կորցնում են իրենց իմաստը եւ տղատ հասկանում է եւ բարեկամները, թե դու ինչ խարդախություն ես արել իրենց նկատմամբ։ Բացի դա, երկիր մոլորակը տանում ես եւ մարդկանց առողջությունը եւ տկարությունը դարձրել ես ամենաբարձր մակարդակի վրա։ Ինձ թվում է հասկացաք, եթե կցանկանաք, թե չեք ցանկանա, այսպես թե այնպես ես դա կատարելու եմ, բայց կցանկանայի բարձր որակով եւ մակարդակով դա ներկայացվեր իրեն եւ աշխարհին, այսքանը։